Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 24-ի համար։ Օրը շաբաթ է, դրա համար կնայենք այս մյուս քարտերով, իհարկե, ովքեր որ նոր են, ժամերը լինում են մեկնաբանության բաժնում, կարող եք ընդամենը սեղմել ձեր նշանի վրա եւ նայել ընդամենը ձեր տեսանյութը, այդքան ամբողջ տեսանյութը պետք չի նայել։ Այսքանը եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, եթե ձեզ հետաքրքիր է տարվա ծնվածը, կարող այստեղ ինչ-որ մի բան ձեզ համար չի, բացարձակապես եւ լրացում եք ուզում, կարող եք նաեւ նայել ձեր տարվա նշանը։ Օրեր են լինում, որ տարվա նշանը ինձ հետ չի համապատասխանում, սա համապատասխանում կամ հակառակը։ Այնպես որ լրացուցիչ, որպես կարող եք նաեւ նրանք են նայել մեկնաբանության բաժնում ժամերից հետո կան մնացած ալիքների հղումները, թե հետաքրքրի կարող եք նաեւ այնտեղ էլ բաժանորդագրվել։ Բավականին շատ ալիքներ կան։ Այսքանը եւ արդեն կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 24-ին։ Ոմանց համար ժամադրություն, ոմանց համար պայմանավորվածություն, անակնկալներ, նվերներ, կողոց ծնունդ ունեք, կամ ձեր տանն է ծնունդ, կամ պետք է գնաք, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, ինչ-որ մի բան կկայանանա, ոմանք քննությունները լավ կհանձնեն, ոմանք պատրաստ են արդեն քննությունների, նաև դա կարող է լինել կյանքում ոչ մի բան կայանանում է, գուցե ժամադրվում եք կամ ձեր ամուսինն է, կինն է, իր հետ եք էլի ժամադրվում եւ որոշում եք, որ պետք է միանաք իրար եւ իր հետ ապրեք, հա դա եւս կայունացնում է էլի, հա ձեր ընտանեկան վիճակը։ Ամեն մեկի մոտ կախված է թե ինչ ոլորտ է, ինչ ոլորտ կկայանանա։ Ոմանք գաղտնիք կիմանան, գաղտնիքը բացահայտվի, թե կարող է սիրո խոստովանություն են անում ոմանց մոտ մեկ այլ եւ ոմանք էլ կտրամադրեն իրենց ուսմանը։ Ավելի շատ ուսմամբ կզբաղվեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 24-ին։ Ուսում։ Դա այս շրջանն է, որ բոլորը ուսմամբ են զբաղված։ Այդ օրը կարող եք սովորել, դասեր անել, ինչ-որ տեղերից ինչ-որ բաներ վերցնել, նայել, գրել եւ այլն։ Ոմանց համար սա գաղտնիք կարող է բացահայտվել, գաղտնիք իմանաք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մասին։ Նաեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ կտրուկ կյանքի ինչ-որ էտապ կարող են փոխել, կյանքի ոչ ասեմ ինչ, ինչ-որ մի բան կյանքում կարող եք փոխել, այսպես կտրուկ փոխեք կամ ինչ-որ ոլորտ կամ ինչ-որ գործունեություն, կտրուկ կարող եք փոխել։ Նաև այդ օրը կարող իմաստուն եք լինում եւ այդ փոփոխությունը տեղի ունենում ձեր կյանքում, դուք եք անում դա։ Եվ իհարկե ուղղակի ինչ-որ մի ոլորտ դուք որոշում եք, որ պետք է հիմքից փոխեք։ Նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք, որտեղ այդտեղ գաղտնիք կա, որ կարող է բացահայտվել եւ այնպես արեք, որ այդ գաղտնիքի պատճառով օրինակ չվիճեք, որովհետեւ ձեր կյանքից կարող եք հեռացնել ում հետ որ վիճակ։ Բացի դա էլ օծեր էլ կան։ Հնարավոր է օծերը խանգարեն, օծերը նպաստեն, որպեսզի դա տեղ ունենա, այնպես որ ուշադիր եղեք եւ մի քիչ խելացի, այս քարտով նաեւ որ նման բաներ չանեք։ Այսքանը ձեզ համար եւ իհարկե ովքեր որ սուր գործիքներով են աշխատելու այդ օրը, մի քիչ ուշադիր եղեք, որ ձեզ չվնասեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 24-ին։ Բոլորին որոշել է այս քարտն ընկնի, բոլորը զբաղվում են վերջին զանգն է 24-ին։ Իսկ վերջին զանգն է, հայ, բացել չի, որ ասեմ գրեք մեկնաբանություններում, ճիշտ ասած չգիտեմ երբ է վերջին զանգը, հնարավոր է,
Չէ, շաբաթ անգնում, դժվար, վաղնա, 23-ին է, մի խոսքով, ոմանց մոտ իրոք վերջին զանգա, ոմանց մոտ այստեղ ուսման հետ կապված կարող է ինչ-որ հարցեր եք լուծում, նաև սովորում եք, ընդունվում եք աշխատանքի, ընդունվում եք, ոմանք ուրեմն կընդունվեն են աշխատանքի, նաև կարող է գաղտնիք բացահայտվել ոմանց համար էլ նաև սա ինչ-որ տեղերից կարող եք բաներ վերցնել, սովորել ոնց որ ինտերնետից ինչ-որ բաներ վերցնեք, սովորեք, կամ ուղղակի քննություններին եք պատրաստվում։ Եվ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ։ Չեմ կարող ասել լավը, վատը, որովհետև չգիտենք թե այդ մեկ ակնթարթում ինչ կարող է լինել։ Նաև սա խաղ է, մի խաղացեք ոչ մի բանի հետ, թեկուզ եթե մտածում եք, գիտեմ, սովորել եմ եւ այլն, կգնամ հանգիստ կհանձնեմ բան, սա եւս ասում եմ, մի խաղացեք։ Չնայած ինչքան էլ խաղաք հաջողություն կունենաք, բայց համենայն դեպս ինչի պետք է լավ սովորել իհարկե նաև այստեղ մեկ ակնթարթ ինչ որ մի բան կարող է տեղ ունենալ որը հաջողություն ձեզ կբերի հաջողակ է այստեղ հետո հաջողակ է եւ ոնց որ անսպասելի է դա ոչ ոք չգիտի որ ոլորտ է ես անգամ չեմ կարող ասել որովհետեւ տարբեր մարդիկ են նայում ես չեմ կարող ասել որ ոլորտ է բայց հաջողություն կունենաք այդ օրը յուրաքանչյուր բան անելուց հետո անելու ժամանակ հաջողությամբ կընթանա հաջողությամբ կավարտվի այդ ամեն ինչը հիանալի օր է թեկուզ եթե քննություն պետք է հանձնեք այդ օրը չգիտեմ դե կասկածում շփոթ է այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնանք խեցգետիններին ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 24-ին ժամանակն է ձեզ համար կարևոր ժամը նաև կարող ինչ-որ մարդկանց հետ եք պայմանավորվել եւ դա ձեզ համար նոր հնարավորություն է օրինակ սիրելիի հետ հաշտվելու համար սիրելիին տեսնելու համար նաև ժամանակն է օրինակ սիրո խոստովանություն անել կամ ընդունել սիրո խոստովանությունը կամ ձեր սիրելի հետ կապված ինչ-որ մի բան ժամանակն է այստեղ նայեք հնարավորություն կա ժամանակն է նաև ընդունել այդ հնարավորությունը կամ օգտվել այդ հնարավորությունից ի վերջո կարող անընդհատ տրվում է ձեզ բայց անընդհատ ոնց որ օգտագործող չկա եւ նաև ոմանք ժամ պայմանավորված կլինեն այստեղ հստակ կամ ժամանակ կհատկացնեք օրինակ ձեր սիրելիին եւ ժամանակ չմնա օրինակ գործերին կամ հակառակը մի խոսքով ժամը ժամանակը ժամանակահատվածը ձեզ համար շատ կարևոր է ոմանք կարող է իրոք այստեղ փոխում եք աշխատանքային ժամը եւ ինչ որ գործեր կարող եք կան որ պետք է ժամանակի մեջ տեղավորվեք եւ դուք տեղավորվում եք ինչ որ մի բան է ստեղծվում ձեզ համար կամ ուրջի նման որ դուք հասցնեք կամ ինչ որ մարդիկ կողը ձեռ են մեկնում ձեզ օգնում են ձեզ եւ դուք հասցնում եք այնպես որ այդ օրը հնարավորություններ կան նոր հնարավորություններ որոնք որ պետք է անպայման ձեռքից բաց չթողնել սա կամուրջ է ստեղծվում ձեզ համար ավելի հեշտ ինչ որ մի բան անելու համար ավելի հեշտ լեզու գտնելու ավելի հեշտ հանդիպելու հա այդպես ինչ որ պահ է, որը հեշտացնում է ձեր կյանքը եւ ոմանք այդ օրը կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անեն, դուք անեք, ձեզ սիրված կզգաք, ձեր կողքի մարդիկ ձեր հանդեպ սիրով կլինեն, նաեւ դա կարող է լինել ձեզ լավ խոսքեր ասեն այդ օրը, լավ բաներ ասեն։ Ոմանց համար սա կարող ժամադրություն է, սիրելի հետ է, սիրած մարդիկ են վերադառնում, հա ինչ որ մի բան է, սիրտ է դե, սիրտն է ինչ է սեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 24-ին։ Ժամանակ։ Ինչ որ մի բան է, որը ժամի մեջ չեք տեղավորվում կամ ժամկետի մեջ չեք տեղավորվում եւ այստեղ խոչընդոտներ կան, կարծես թե չեք հասցնում ինչ որ մի բան ճիշտ ժամանակին անեք։ Այնպես որ կամ պետք է
ոնց որ ամեն ինչ թողնեք միայն դրանով զբաղվեք եւ ինչքան էլ որ ժամանակը լինի ինչ որ մի բան սկսելու միևնույնն է ինչ որ խոչընդոտներ կան դրանք պետք է հաղթարեք նոր հետո սկսեք եւ ուշադիր եղեք կարող պայմանավորված եք ինչ որ մեկի հետ եւ ուշանում եք խոչընդոտների պատճառով ուշանում եք կամ դա ձեզ համար խոչընդոտ կարող է ստեղծել որ դուք ուշանաք մենակ կարող է գնում եք այստեղ հիվանդանոց բժշկի եւ այնտեղ ուշանալուց հետո կարող են ասել արդեն մեկ այլ այցելու ունենք եւ չենք կարող քեզ ընդունել գնա հա մեկ էլ արդեն մեկ այլ օր կնշանակեն դրա համար ժամը ձեզ համար այդ օրը շատ կարեւոր է անպայման ճիշտ ժամանակին հա ճիշտ տեղում պետք է լինել եւ խոչընդոտները այսպես թե այնպես կան որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը յուրաքանչյուր մարդու համար որ ամենահասարակ մեքենայի հետեւը մեքենա ես միշտ դա եմ ասում մեքենայի հետեւը մեքենա է կանգնած եւ չեք կարող մեքենան հանել դա եւս խոչընդոտ է եւ այստեղ ոնց որ ասում եմ ես այդքան ժամանակ չունեմ որ սպասեմ թե դու երբ ես գալու մեքենան հանես կամ քեզ գտնեմ նմանատիպ ոչ մի բան ոմանք այդ օրը կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք իրենց առողջությամբ, ոմանք կարող են գնալ իրենց ծնողների տուն, ծնողներին տեսնելու, իրենց հետ անցկացնեք։ Նաև սա ավելանում է ընտանիքում, ինչ որ մեկը ավելանում է կամ որպես երկրորդ կես, կամ նաև երեխայի, հա, հղիություն կամ ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 24-ին։ Հաջողություն, նոր հնարավոր միանգամից բան է լինում։ Բերանս փակում է այս քարտել, որ նմանատիպ քարտ է դուրս գալիս։ Ամենայն դեպս նոր դռներ են բացվում եւ միանգամից նախանձ մարդիկ կարող են ավելանալ ձեր շրջապատում նաեւ խաբեբատա կարող է լինել ով որ կարող է ձեզ նաեւ խոստանալ հաջողություն եւս ուշադիր եղեք այդպես միանգամից մի ընդունեք բայց նաեւ դուք ինքներդ կարող է պետք է խորամանկ լինեք որպեսզի ինչ որ մի բան անեք այդ օրը թեկուզ սիրո խոստովանություն թեկուզ ինչ որ մի բան է որ կամ հաջողություն ունենալու համար մի քիչ ոնց որ շուստրիոտ էլի ոնց որ ինչ որ գործեր առաջ մղեք դա պետք է ձեզ այդ օրը նաեւ դա իհարկե խաբեությունը եւս ուշադիր եղեք ամենայն դեպս այստեղ պետք է նաեւ որ կարող է սիրո հարցում այդպես լինի դա եւս ուշադիր եղեք ուրեմն նաեւ ոմանց սիրո խոստովանություն կանեն ոմանց դուք կանեք կարող է ձեզ սիրված զգաք թեկուզ ձեզ կարող եք լավ զգալ որ ամեն ինչ է ստեղ ձեզ մոտ լավ է դռները բացվում են որ թեկուզ նախանձ մարդիկ կան միևնույնն է դա ձեզ ոչինչ չի անում այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնայինք կշարքներին ինչ է սպասվում կշարքներին մայիսի 24-ին ոմանք կզբաղվեն այդ օր իրենց գեղեցկությամբ, ոմանք առողջությամբ, կգնաք առողջական ինչ-որ բժշկական կենտրոն, թեկուզ վարսահարդարման սրահ եւ ձեր գեղեցկությամբ եւ ձեր առողջությամբ կզբաղվեք։ Նաեւ ոմանք կարող են գնալ իրենց ծնողների տուն, ծնողների հետ անցկացնեք այդ օրը։ Եվ իհարկե այստեղ կարող է լինել ծննդաբերություն, հղիություն, այստեղ կարող է էմոցիոնալ լինեք, որովհետև կարող է հա հղիությունը սա եւ իմանում եք կամ ծննդաբերում են ինչ-որ մարդիկ կամ դուք եք ծննդաբերում, այդպես սա էմոցիոնալ վիճակ է ձեզ մոտ։ Նաեւ ոմանք կարող է այստեղ գեղեցկանում եք, որպեսզի գնաք ռոմանտիկ ժամադրության, ռոմանտիկ ընթրիքի, ռոմանտիկ հարաբերություններ ունեք, ոմանց մոտ այստեղ ինչ-որ մի բանը գաղտնի է մնում, ինչ-որ մի բանը անհասկանալի է մնալու, կարող է ընտանիքի հետ դա կապված լինի, ինչ-որ մի բան է, որը
կարող է գախնի էին պահում, կարող է չէին ասում, այսքան ժամանակ։ Նաև ոմանք նամակագրական կապ կունենան ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ բաներ կգրեք, կջնջեք, այստեղ կարող է նաև էմոցիոնալ ոնց որ գրեք ինչ-որ մարդկանց, որ երեխան օրինակ ծնվել է։ Նաև փաստաթղթերի հետ կարող եք գործ ունենալ, կարող է նաև այստեղ փաստաթղթեր եք դասավորում, օրինակ տանեք ծնողներին կամ եթե հղիություն կա դրա հետ կապված, դե կարող է նաև աշխատում եք փաստաթղթերի հետ։ Դե ոմանք է փաստաթուղթ կարող են ստանալ, շատ կարևոր։ Ամենայն դեպս ինչ-որ մի բանը ձեզ էմոցիաներ է տալիս։ Կարող է ինչ-որ մեկը ձեզ ասում է, արի միասին ապրենք, միասին ընտանիք կազմենք եւ էմոցիոնալ եք։ Ինչ-որ ամեն մեկի մոտ ինչ-որ մի բան կարող է լինել, բայց կապված ոնց որ ընտանիքի հետ ինչ-որ ավելի շատ։ Կամ այնպեսի մազերը կարող են սիրուն սարքել կամ եւ այլն, էլի էմոցիոնալ լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 24-ին։ Գումար կստանաք, գումար նաև կարող եք ծախսել այդ օրը։ Հնարավոր է նաև վեճ ունենան ոմանք նաև կարող է տուն եք մաքրում եւ կարող է ինչ-որ մի անկյունից գումար գտնեք։ Եվ ինչ-որ մի բան ձեզ կյանքից կգնա կամ տուն կարող եք մաքրել եւ ամեն ինչ դարակները որ ասում է դատարկեք նորին տեղ բացելու համար, ոմանք կարող ձմեռային ամառային են անում, ոմանք ուղակի է ինչ-որ բաներ կտեսնեք ավելորդ է, որ այսքան ժամանակ անիմաստ պահել էիք, դա կարող եք տանել թափել ի վերջո, ոնց որ ազատվեք էլի դրանից, տեղ բացեք։ Ոմանք նաև կարող է օրինակ այստեղ գումար շատ եք ծախսել եւ վեճ լինի հենց գումարի հետ կապված եւ դուք մի փոքր ձեզ դատարկ զգաք, որ ասում են դուք չեք իրավունք չունեք, մի քիչ ավելի շատ գումար ծախսեք, քան դիմացինը։ Նաև այդպես ինչ որ մի բան կարող է լինել։ Ինչ էլ որ գնա ձեր կյանքից, թեկուզ եթե պետք է գնա, դուք չեք թափում, միևնույնն է, բաց թողեք, թող գնա, որովհետեւ երբ որ այս քարտը կա, ինքը պետք է անպայման դատարկվի։ Երբ որ թույլ եք տալիս, որ դատարկվի, ինչ որ մի բան է, ինչ որ մի ոլորտ է, ինչ որ մի բան է սա, ապա ցավոտ չի լինում, երբ որ գնում է։ Երբ որ բռնում եք անընդհատ, ինքը միևնույնն է պետք է գնա եւ դա ավելի շատ ցավոտ է լինում, քան իրականում պետք է լիներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի է օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 24-ին։ Մի քիչ խորամանկ մարդիկ կան ձեր կողքը, խաբեբա մարդիկ կան ձեր կողքը։ Միգուցե դուք պետք է լինեք մի փոքր այդպես խորամանկ, ինչ որ գործ կայունացնեք, ինչ որ բաներ անեք, ուղեք, սարքեք, նորմալացնեք, այդպես։ Որովհետև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան եւ հենց երևի դուք պետք է իրոք խորամանկ լինեք, որ ինչ որ բանը լինի։ Կամ այստեղ կարող է այս մարդը խաբեբա է եւ ձեզ խոստանում է, որ քո մոտ ամեն ինչ կկայունանա, քո մոտ ամեն ինչ կնորմալանա, ցանկություն դուք էլ դա եք ուզում եւ կարող է տրվեք այդ խաբեության համար, մի փոքր ուշադիր եղեք եւ այդպես մի անգամից մի վստահեք դիմացինին։ Ինչ որ մարդիկ կարող են երկար գնալ մնալ ինչ որ միտեղ։ Կարող է շատ եք ուզում գնալ այնտեղ, կարող է գիշերնեք անգամ մնում։ Այսքանը մի խոսքով կամ դուք եք ինչ որ մի ձևով առույգ լինելու այդ օրը, որ գնաք հասնեք ձեր ցանկությանը, ինչ որ ուզում եք, կամ ուղղակի ձեզ կարող են խաբել, որ ձեր ցանկությանը կհասնես կամ այս ձևով կամ այն ձևով եւ կարող եք տրվել դրանում, պես որ ուշադիր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճիղ ջուրներին։ Ինչ է սպասվում աճիղ ջուրներին մայիսի 24-ին։
հաջողակ օր է, ինչ որ անեք, հաջողությամբ կավարտվի այդ օրը, հաջողությամբ կկարողանաք անել, թեկուզ եթե վիրահատություն կա, ապա դա եւս հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կանեք, նաեւ հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, դա կարող է լինել նաև նոր ծանոթություն։ Եվ այստեղ ուշադիր եղեք, սա կարող եք վիճել իր հետ, օրինակ, եւ ձեր կյանքից հանել իրեն։ Դա նաև վեճ է, սա նաև փոփոխություն է հիմքից, մարդը իր կյանքը հիմքից փոխում է, հիմքից ինչ որ մեկին հանում է իր կյանքից, հա, լիարժեք են, որ սրբում է, հա, եւ այլևս հետք չկա այդ մարդուց։ Կախված է թե ինչպես կտրամադրվեք ում հանդեպ, սա նաև վիրահատություն է, սա նաև ուղղակի կողամարտիկ տան մեջ գործ անելուց է իրենց փոքր վնաս են այդպես որ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 24-ին։ Հանդիպում, շփում որևէ տղայի հետ, չգիտեմ այս տղան է, 3 երեսանի թե, տեսնենք ով է այս տղան։ Այս տղան կամ ապրանք է բերելու տա ձեզ, կամ պոչտայի աշխատող է, նորություն կարող եք լսել իր մասին, նաև կարող է ուղղակի ուզում է ձեզ հետ ծանոթանալ, եւս դա կարող է լինել 3 երեսանի մեկը, ով որ ուղղակի ինչ որ մի բանի համար է ուզում ձեզ հետ ծանոթանալ, կարող է նաև հյուր գա, կամ ձեզ կանչի հյուր իր տուն։ Ամենայն դեպս 3 երեսանի մարդ կա այդ օրը, եթե ինչ որ բաներ ձեզ կառաջարկեն, հեսա կարող է շփվեք իրար հետ, խոսեք իրար հետ։ Միանգամից մի ընդունեք, ոնց որ ձեզ անդադ ընկնում է եւ ձեզ անդադ նույն բաներն եմ ասում։ Դուք եւս մի քանի ձևով մտածեք, նոր պատասխանեք, որովհետեւ իրենք այդպեսին են։ Եվ իրենց ասածներ պետք է մի քանի տակ մտածել։ Կարող է եւ լավ բան են ասում, ուղղակի պետք չի դրա համար շատ արագ մերժել։ Կապ չունի թե իրենք քանի երես ունեն։ Կարող է իրոք իրենց միտքը շատ լավն է ձեզ համար եւ շատ կարեւոր։ Այդ օրը նաև կարող է լեզվակռիվ է նման մարդկանց հետ, նաև բամբասանքներ է, լսեք, որ ձեր մասին բամբասում են, նաև ուղղակի շփում ինչ-որ մարդկանց հետ, ովքեր որ կարող են անընդհատ ձեզ ինչ-որ հարցեր տալ, որ ձեր մասին միայն իմանան։ Կամ չի էլ հետաքրքրում իրենց, որովհետև իրենք մի քանի երես ունեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 24-ին։ Ոմանք հարսանիք են այդ օրը, ոմանք նշանադրության կարող են լինել, չնայած հարսանիք մի քիչ դժվար է, իսկ կարող պատրաստվում եք արդեն, վերջին շաբաթն է, եւ չէ, էլի կա ոնց որ 31-ը դեռ մայիսի, այնպես որ դեռևս ուղղակի երևի պատրաստվում եք։ Սա նաև գործարք է, սա կարող է լինել ընտանիքում շատ կարևոր օր ձեզ համար, ամուսնության օրը, նշանադրության օրը, որը կարող եք նշել, նաև սա գործարք կարող է լինել ինչ-որ մարդկանց հետ, այդ օրը գործարք կնքեք, ընտանիքի անդամները վերադառնան, ընտանիքի անդամները գնան, կարող եկել էին, գնում են հիմա, հեռվից օրինակ։ Սա նաև ինչ-որ մի բան է, որ մարդը ոնց որ միշտ նույն բանն է անում, միշտ նույն գործն է անում, միշտ ինչ-որ մի բան է, որ այդ օրը կարող եք անընդհատ նույն բանն անել, չգիտեմ, կամ աշխատանքի վայրում է դա, կամ ինչ-որ բան, ճառավոտվայից նույն բանը։ Եվ օրվա ընթացքում ոմանք կարող են գնալ գեղեցկության սրահ, ոմանք առողջության հետ կապված որևիցե վայր, ինչու մոմս անջատվել, նաև ծնողների հետ կապված կարող է դա լինել, գնաք ծնողների տուն, ծնողների հետ անցկացնեք, եւ իհարկե դա կարող է լինել կամ ձեր տանը, կամ ձեր քրոջ, կամ ձեր եղբոր տանը ավելացում, կամ իրենք զույգ ունեն
Այդպես կարող եք ծանոթանալ եւ հասկանալ, որ մեկ ընտանիքի անդամ ավելացավ կամ այստեղ հղիություն եւ ծննդաբերություն։ Ոմանց մոտ նաև այդ օրը կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ կամ դուք կփորձեք ծանոթանալ հյուրեր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, նորություններ կարող եք լսել, ինչ-որ բաներ կարող պատվիրել եք բերեն ձեզ կամ թեկուզ ուտելու բաներ պատվիրեք բերեն տուն։ Եվ առույգ կլինեք, աշխույժ կլինեք, ինչ-որ գործեր կանեք այդ օրը կավարտեք։ Այսքանը ձեզ համար։ Ինչ-որ բան է կարևոր ընտանիքում կարծես թե։ Եվ ոմանց գիտեք կարող են ամուսնության առաջարկ անել կամ դուք անեք ընտանիք կազմելու հետ միասին կամ նաև դա կարող է լինել ուզում են որ նորից կրկին միավորվեք եւ ապրեք իրար հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։